Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ժամանակին հողակորց մգար, որ խաղաղ լերներու վրա հսկա ըշտեմարան մուներ հարթի եւ նաեւ բազմաթիվ գենթանիներ։ Գարիկ ուներ կորձավորիմը, որ դիրություն ուներ իր հողին, նաև խնամեր իր թաշտերը ու արածեր իր գենթանիները։ Շատ կորձավորներ եկան, շատ մշակներ եկան, սակայն շատ գարջ անոնք մնացին ու մեկնեցան։ Օրմնալ շատ խաղաղ երիտասարդը ներկայացավ եւ կորձի թիմեց։ Հողադերը հարցուց այդ երիտասարդին. Հարցումը հարցնեմ քեզի. Ինչու պետք է վարձեմ քեզ։ Եվ խաղաղ երիտասարդը հետևյալ պատասխանը տվավ հողադիրոջ. Ասավ. Զիս պետք է վարձես, որովհետև փոթորիկի ժամանակ ես խաղաղ քունգը կնանամ։ Հողադերը շատ բան չհասկացավ այդ մարդու խոսքեն, այդ երիտասարդի խոսքեն, սակայն գարիկ ուներ անպայմանորեն մեգումը, որ մշակեր իր հողը, հոգ տաներ իր անասուններուն, հետևաբար զայն վարձեց։ Այս խաղաղ երիտասարդը անցայն, անդրդունջ ամեն աշխատանք կատարեց։ Հողը մշակեց, խնամք տարավ գենթանիներուն, հարթանոցը մաքրեց, շտկեց, կորձիկները թասավորեց։ Օր մնալ, երբ գիշեր էր եւ կքնանար այս երիտասարդը, հանգարց երկինքն ու երգիրը դակն ու վրա եղան։ Հզոր գայծակներ, որոդումներ, դեղադարապ անցրև, հողադերը սարսափած արտնցավ եւ անմիջապես վազեց այս երիտասարդ աշխատողին մոտ եւ տեսավ, որ այս երիտասարդ աշխատողը հանգիստ քունգը կնանար։ Սրտողած, սրտնեղած, հողադերը քորած երիտասարդին վրա. Ինչ կքնանաս, արտնցիր, դուրսը որոդում, գայծակ, անցրև գա։ Սակայն այս աշխատող երիտասարդը չարտնցավ, այլ շարունակեց իր խաղաղ քունը։ Ջարահատ հողադերը իր վերարգուն արավ եւ անմիջապես դուրս վազեց տունեն, երթալու դեսնելու թե արդյոք ըշտեմարանը, հարթանոցը ինչ վիճակի մեջ է, գենթանիները ինչ վիճակի մեջ են։ Եվ երբ հասավ, ինչ տեսավ։ Տեսավ, որ հարթանոցի ըշտեմարանին թուրը փակ է, բոլոր կորձիկները թասավորված են, տեսավ, որ անասունները աբահով իրենց քոմի մեջ դրված են, ամեն ինչ դեղն ու դեղն էր։ Այն ադեն հասկացավ, թե երիտասարդը ինչու ուսավ, որ փոթորիկի ժամանակ ես հանգիստ քունգը կնանամ, որովհետև խաղաղության ժամանակ երիտասարդը իր ամբողջ բարդականությունը կատարեց։ Փարույական թասը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, այս պատմության այն է, որ այն մարդը, որ խաղաղ ժամանակ իր աշխատանքը, իր բարդականությունը լիուլի կկատարե, փոթորիկի ժամանակ խաղաղ կմնա։ Այդ ժամանակ դեղադարապ անցրևները, գարգուդը, որոդումը, գայծակը չի վախցներ անոր եւ չի խանգարեր անոր քունը, որովհետեւ անիգա իր բարդականությունը կատարած է խաղաղության ժամանակ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այս պատմությունը ճշմարիտ է նաեւ մեզ յուրաքանչյուրին համար, անհատապես մեր ընտանիքներուն համար որպես ընտանիք եւ մեր ազգի համար որպես հավաքականություն։
Այն մարդը, այն ընտանիքը, այն բեդությունը, որ խաղաղ ժամանակներու ընթացքին կպատրաստվի եւ իր բարդականությունը յուրաքանչյուրը կգադարե լի, այդ ժամանակ փոթորիկներու ընթացքին չի վախնար, այլ խաղաղ քուն կքնանա, որովհետև ամեն ինչ պատրաստված է, մինչդեռ այն անձը, այն ընտանիքը եւ այն բեդությունը, որ դժբախտաբար ինքզինք անհոգության կմատնե, անդարբեր կգտնվի իր բարդականությանց եւ բարդավորությանց հանդեպ, խաղաղ ժամանակներու ընթացքին, ապա փոթորիկներու ժամանակ, բادرազներու ժամանակ կբարդվի, որովհետև վախը, սարսափը եւ իր անպատրաստված ըլլալը բաժար կդառնան, որ ինք գործընծնե իր խաղաղությունը, իր հանգիստը, իր անթորը։ Սիրելի քույրեր եղբայրներ, որքան կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ, յուրաքանչյուր քրիստոնյա, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայ, թե իր անձնական կյանքի մեջ, թե ընտանեկան կյանքի մեջ եւ թե ազգի կյանքի մեջ, խաղաղ ժամանակներու ընթացքին պատրաստվել, բարդականությունը կատարել լի, որբեսի փոթորիկները չվախցնեն մեզ։ Եսայի մարգարեին բերնով Աստված կսե 40-րդ գլխու կգարտամ սիրելներ ցեզի առաջին երկու համարները դերը գսե մի վախնար վասնզի ես քեզ բրգեցի քեզ քո անունովդ կանչեցի թուն իմս ես երբ ճուրերեն անցնիս ես քեզի հետ պիտի ելամ ու երբ կդերեն անցնիս քեզ պիտի չվնասեն երբ գրագի մեջ են քալես պիտի չայրիս եւ փոցը քեզ պիտի չփրկեցնե իսկ դարձյալ Եսայի մարգարեության այս անգամ 41-րդ գլխու 10-րդ եւ 19-րդ համարներու մեջ Աստված ինք խոսելով գսե մեզի մի վախնար քանզի ես հետդ եմ մի զարհուրիր վասնզի քու դեր Աստվածդ ես եմ քեզ պիտի զորացնեմ եւ քեզի օգնություն պիտի անեմ քանզի ես քու դեր Աստվածդ եմ որ քու աչ ցերկետ կբռնեմ ու քեզի գսեմ մի վախնար ես քեզի օգնություն կնեմ սիրելիներ հիշեցեք այս պատմությունը հիշենք նաեւ Աստվածաշունչեն Նոյի դաբանը թե ինչպես Աստված երբ Նոյին պատվիրեց դաբան շինել խաղաղ ժամանակ Նոյը դաբան շինեց մարդիկ ծիծաղեցան անոր վրա սակայն երբ փոթորիկը երբ ջրհեղեղը եկավ Նոյը խաղաղաբրեցավ իսկ մյուսները գործանեցան եկեք սիրելներ մենք որ Նոյի երկրին մեջ կապրինք մեր հայրենիքը որ Նոյան դաբանի հանգչման վայրն է Արարատ Սուրբ լերը եկեք Նոյան զավակներ Նոյի թորներ եկեք այսօր խաղաղության ժամանակ ստեղծագործենք պատրաստվենք զինվենք հոգևորապես եւ ռազմականորեն որբեսի երբ փոթորիկները կան երբ վտանգը կա դակն ու վրա չլանք չգործվենք այլ պատրաստը լանք որբեսի փոթորիկներու ժամանակ խաղաղ քուն կնանանք Աստված խաղաղություն դա ամբողջ աշխարհին ու մեր հայրենիքին Աստված խաղաղություն դա մեր ընտանիքներուն եւ մեր անձերուն որբեսի սիրելներ մենք կարողանանք Աստուծո զորությամբ ապրիլ խաղաղ եւ օրհնությամբ լեցուն կյանքը Աստված ցեզ արադաբես թողորտնե Փարի եւ օրտնյալ օր ձեր բոլորին